Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 13։ Անհավատության աղոթքը։ Կարծում եմ, որ լսել եք հավատքի աղոթքի մասին և անկեղծ մտածում եմ, որ կա այդ աղոթքի հայելի պատկերը, աղոթք, որը հիմնված է մարմնական զգացմունքների վրա։ Ես այն անվանում եմ անհավատության աղոթք։ Թույլ տվեք ձեզ մի հարց տալ. երբևէ լսել եք Տիրոջն ասել «դադարեցրու աղոթելը, ծնկի իջիր»։ Սրանք այն խոսքերն են, որ Տերն ասաց Մովսեսին։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. «Ինչու ես աղաղակում»։ Ելից 14:15 խոսք։ Այս խոսքի բառացի եբրայերեն իմաստն այսպիսին է. «Ինչու ես ինձ կանչում»։ Ինչու են այս բոլոր բարձրաձայն աղաղակները հասնում իմ ականջներին։ Ինչու Աստվածը ասաց Մովսեսին։ Նա աստվածավախ աղոթքով լի մարդ էր, ով իր կյանքի դժվարին ճգնաժամի մեջ էր։ Իսրայելացիները հալածվում էին փարավոնի կողմից և փախուստի միջոց չկար։ Քրիստոնյաների մեծ մասը հավանաբար կարձագանքեր նույն կերպ, ինչպես Մովսեսը։ Նա փակվեց Տիրոջ առջև և աղոթքով բացեց իր սիրտը։ Բայց երբ Աստված լսեց Մովսեսի աղաղակը, նա ասաց նրան. «Բավական է»։ Սուրբ Գիրքը կոնկրետ չի նշում, թե ինչ տեղի ունեցավ հաջորդը, բայց այդ պահին Աստված կարող էր ասել. «Դու իրավունք չունես անհանգստանալու, Մովսես, քո լացը վիրավորանք է իմ հավատարմությանը։ Ես արդեն տվել եմ քեզ իմ ազատագրման հանդիսավոր խոստումը և կոնկրետ հրահանգել եմ քեզ, թե ինչ անել։ Քո արցունքները հիմա կոտրված սրտերի արցունքներ չեն, դրանք ինքնազղջման արցունքներ են։ Ժամանակն է դադարեցնել լաց լինելը»։ Երբ մենք բախվում ենք մեր սեփական ճգնաժամերին, կարող ենք ինքներս մեզ ասել. «Աղոթքն ամենակարևոր բանն է, որ կարող եմ անել հիմա», բայց գալիս է մի ժամանակ, երբ Աստված կոչ է անում մեզ գործելու, հավատքով լսելու իր խոսքը։ Նման ժամանակներում Նա թույլ չի տա մեզ նահանջել անապատ և աղոթել։ Դա անհնազանդություն կլինի և ցանկացած աղոթք կմատուցվի անհավատությամբ։ Անհավատության աղոթքը հաշվի է առնում միայն Աստծո բարությունը։ Այն անտեսում է նրա սուրբ դատաստանների խստությունը։ Պողոսը գրում է. «Արդ տես Աստծո քաղցրությունը և սաստկությունը»։ Հռովմայացիս 11:22 խոսք։ Կամ մեկ պատճառ, թե ինչու է առաքյալը դիտավորյալ միաժամանակ հիշատակում Աստծո բարությունն ու խստությունը։ Դա նրա համար է, որ մենք կարողանանք մեր հայացքը շեղել անհավատության աղոթքից և դառնալ ճշմարիտ հավատքի։